Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, եթերում ավետարանի մեկնությունն է։ Ամեն երեքշաբթի ձեզ համար ավետարանական պատմություններն է մեկնում Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Աստված օգնական սրբազան։ Աստված բավան։ Ձեզանից շատերը կարող են վկայել աղոթքի հրաշագործ զորության մասին։ Երբ աշակերտները Քրիստոսին հարցրեցին ինչպես ճիշտ աղոթել, Աստծո որդին նրանց սովորեցրեց տերունական աղոթքը։ Այս կարճ աղոթքի մեջ կարծես խտացված է մեր եւ Աստծո միջև ճիշտ հարաբերությունների բանաձևը։ Այսօր Սահակ սրբազանը մեկնելու է տերունական աղոթքը, ընթերցենք այն։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի քո անունը, քո թագավորությունը թող գա, քո կամքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է։ Մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր, եւ ներիր մեզ մեր հանցանքները, ինչպես որ մենք ենք ներում նրանց, որ հանցանք են գործում մեր դեմ։ Եվ մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս ամեն։ Սրբազան, ինչու ենք մենք Աստծուն դիմում երկրորդ եզակի դեմքով, դու, քո եւ այս աղոթքը մեր անձի համար է թե բոլորի ընդհանրական իմաստուն։ Ուրեմն Աստծո մենք թու գսենք, որովհետեւ աղոթող հոգին եւ Աստված երես է։ Թու բոլոր լեզուներու մեջ մտերմության խոսակցություն է, չէ՞։ Ինչս էլ գուզե աղոթելու համար նախ եւ առաջ Աստծո հետ մտերմություն պետք է զարգացնես։ Աստված մտերմը պետք է լա, այսինքն հոնդեց սևագերբություն պետք չէ լա, ամիջականություն պետք է լա։ Կարելի է որ որդին կամ թուստրը հոր եւ մոր թուք գսե։ Ասիկա ինձ շատ շինզուկ կա։ Կարելի է որ լա, կարելի է որ որոշ մարդիկ քաղաքագրությունն այդ հասկանան։ Բայց շատ շինզու է։ Այդ ամիջական մաման պետք է լա, չէ՞։ Հոնդե ամիջական բաբան պետք է լա, այդ ամիջական պատվելու այդ հոգին, որովհետեւ եթե հայր եւ զավակի միջև չկա այդ մտերմությունը, ուրիշ ուր դե գտնենք մենք այդ։ Հետևաբար Տեր Հիսուս կսե որ Աստծոթուն թու բիդսես։ Անիկա անհարկանքի նշան չէ, անիկա հավասարի նշան ալ չէ, բայց անիկա մտերմության նշան է։ Իսկ հայրմերի ոճը հոգնակի է։ Հայր մեր, ոչ թե իմ հայրը, մեր հայրը։ Ուրեմն եւ հոնդե մենք նկատի ունենք նաեւ որ մենք մեկ մասն ենք ընկերության, մարդկության։ Հետևաբար այդ մարդկությունը շուրթունք ունենա եւ այդ շուրթունքներն մեկը մենք ենք։ Եվ հետևաբար մենք այս հայրը, երկնավոր հայրը միասնապար կոչենք, հայր մեր։ Այս շատ կարեւոր է նաեւ փրկելու համար մեզի կրոնական եսասիրութենը։ Անիկա հայր մեր է, դիեզերքի հայրն է։ Եվ նաև իմ հայրս արգավտ է, բայց պետք է իմ աղոթքիս մեջ ես անդրադառնամ, որ իմ անձնական փրկությունը չփավեր։ Եկեցա արքայություն քո, որպես Սերգինս եւ Հերբրի, այսինքն ես իմ անձնական աղոթքիս մեջ նաև պետք է աղոթեմ ամբողջ երկրի համար, ամբողջ մարդկության համար։ Պետք է հասկանամ, որ այդ հանաբազորդ հացին միայն ես պետք չունիմ, ամեն մարդ մենք պետք ունենք։ Միայն փորձության ենթակա ես չեմ, ամեն մարդ փորձության եւ չարի հարցակման ենթակա է։ Պետք է մենք ըսելու աղոթքի մեջ նաեւ նույնիսկ առանցին աղոթքի մեջ մենք ըսելը սովորույթ վերածենք։ Տեր Հիսուս այս կուսե սովորեցնել մեզ։ Սրբազան, ինչու ենք կոչում հայր մեր արարչին։ Հայր մերը իրապես մի քիչ ծանր է որոշ կրոններուն համար, զորնակրյաներու համար կարելի չէր Աստված հայր կոչել, ինչպես որ այսօր իսլամներու համար հայհոյանք իրենց համար, կսեմ որ ինչպես արարածը արարիչը հայր կրնա կոչել, կրնան կոչել անիկա թագավոր, իրենց դրամապանությունը շիտակ է, բայց մեկ բան կմոռնան, մենք մարդը լավ չենք ճանչնար, ինչպես որ Աստված լավ չենք ճանչնար, մարդը հատուկ ստեղծագործություն Աստծո, ոչ թե միայն Աստծո պատկերով ստեղծված է, այլ նաև մարդը իր մեջը Աստծո դառը ունի, որովհետև Ադամի ստեղծության Աստված ինչ կնե կշնչե անոր ռնքերան, եւ այդպես մարդը կենթանի արարած կդառնա։ Այդ շունչը Աստվածային, որ առաջին մարդուն
շնչվեցավ, դակավի մարդուն մեջ է։ Հետևաբար մենք մեր հոգին խորքը աստվածային ինչ ունենք։ Այդ աստվածային սերմն է, որ մեր մեջ է, այդ հեղաշրջումը կգադարե մեզի եւ օր ըստ օրե այդ ներքին մարդը կզարգացնե։ Հետևաբար Քրիստոսի փերած Աստծո քաղաքային համաձայն Աստված մեր հայրն է, որովհետև մենք իր մասնիկ ունենք։ Մենք անոր զավակներն ենք եւ մեր ճակատագիրնալ աբակա, մեր աբականալ անոր նմանվել է օր ըստ օրը։ Սրբազան ինչու ենք ասում հայր մեր, որ երկնքում ես, չէ՞ որ Աստված ամենուր է։ Աստված ամենտեղ է, բայց նաև երկինք բարը մենք կգործածենք, քանի որ մեզ համար երկինքը բարձրություն կխորհրդանշե։ Ես այսօր կգոչեմ իրականության հոգևոր փնաստ, ինչպես որ նորածին մանուկը փնաստապար գերգարի իր մոր ստինքին եւ գատ խմելու համար, տեսակնում մենք փնաստապար իրապես երկինք ենք նայում, երբ որ Աստված կփնտրենք։ Հարգավ դա Աստված երկինքն է, բայց մեր գիտած այդ ամբերուն կամ ասφերուն գտնված երկինքը չէ։ Դիեզերքը մեր կարծածեն շատ ավելի բարդ է։ Ներս է անցած դիեզերքներ կան, տարբեր տարածություններ կան։ Ուրեմն Աստված որպես հայր անմատչելի բարձունքում կգտնվի, բայց իր մե փխած Սուրբ Հոգիով դիեզերքի ամեն անգյունն է։ Սրբազան ինչու ենք ասում Սուրբ լինի քո անունը, միթե արդեն Սուրբ չի Աստծո անունը։ Դժբախտաբար Սուրբ չի Աստծո անունը բոլոր շրթունքներու վրա։ Օրվան ընթացքին մենք Աստծո անունը քանի անգամ մեր փերանին արածենք, հայհոյանքով, անեցք տալով, ժողովրդական ասացվածքներով, երգերու մեջ, դասնապանյայի հրամաններն մեկն է, չէ՞, քու Աստծո դեր Աստծո անունը իզուր քու փերանը պիտի չառնես։ Որովհետև երբ որ իր անունը կգանչվի, Աստված հատուկ կերպով ներկա է հոն։ Նույնիսկ մենք չանդրադառնանք։ Զորնակ փոց քալում եք, յետևեմ մեկը Սուզաննա կոչե, իդ գնայեք, ինչ կա գսեք, գսես որ պարապ, չեմ, այդպես փերնս եկավ գսան։ Գրգինս անի կա կփարգանակ այդպես, չէ՞։ Որովհետև չեք ուզեր որ մեկը իզուր առնե նույնիսկ ցերմարտկային անունը իր փերնեն։ Ուրեմն դեր Հիսուս մի տեսակ մեզ կսորվեցնե որ մենք պետք է մեղանչենք հոն, այսինքն մեր մեղանչած լինելը հայտնենք Աստծո, ասենք որ դեր քու անունդ միշտ սուրբ չհնչեր մեր փերնեն։ Սուրբ եղիցը քու անունդ բոլոր շրթունքներով եւ նաեւ իմ շրթունքիս վրա մակրակորձե իմ շրթունքներս իրականության մեջ։ Երբ որ մարգարեները Աստծո ներկայության արչև են եւ գխոսին զորօրնակ Երեմիա մարգարեի կսկան որ իրեն շրթունքները բիղից են նույնիսկ մարգարեի շրթունքները եւ հոնդե շատ ահոր խորուրդ մկա հրեշտակ մգերթա եւ շիգահեր ածուխկարնե եւ մարգարեի շրթունքներուն ինչ կնե կթփցնե եւ կմակրվի այդ Աստծո խոսքն է ուրեմն պետք է Աստծո անունը մենք մեր փերանը առնենք սուրբ խոսակցություններու ընթացքին Աստվածաշունչու խոսքերու խոսելուց շարականներու մեջ աղոթքներու մեջ պետք է առնենք եւ անդրադառնանք որ այդ անունը սուրբ է եւ նաեւ կսրբացնե երբ որ մենք ուշադրությամբ եւ երկյուղով կկործածենք Ինչու ենք ասում թող քո թագավորությունը գա քո կամքը լինի միթե այդպես չէ արդեն Դիեզերքի մեջ ամեն ինչ Աստծո կամքին կհնազանդի եւ Աստծո արքայության իշխանության ներքև է բացի այս մոլորակից այս մոլորակը Աստծո արքայության տակ չէ որովհետեւ մեր հայրերը ապստամբեցին Աստծո խոսքը մերժեցին եւ օծին խոսքին հնազանդեցան հետեւաբար օծի իշխանության տակ են բայց այդ իշխանությունը գրգին Աստծո կողմէ դրված է այսինքն բացարձակ չէ այդ իշխանությունը եւ այդ իշխանությունը գործանվելու սկսավ Հիսուս Քրիստոսին քալով ուրեմն դեր Հիսուս Քրիստոսով Աստծո արքայությունը մուտք գործեց
Սատանայի կողմէ քերի վերցված այս մոլորակին մեջ եւ այդ կզարքանա եկեղեցիո միջոցով ավետարանի տարածությամբ։ Հետևաբար Տեր Հիսուս ուզեց, որ իր աշակերտները իմանան այս երկու իրականությունը։ Այս մոլորակը պետք է Աստծո արքայությունը լար, բայց չէ։ Բայց մյուս կողմեն այս մոլորակը պետք է գրգին Աստծո իշխանության վերադառնա։ Պետք է վերստին Աստծո արքայությունը մարդկային ցեղի վրա իշխե։ Հետևաբար Աստծո արքայությունը իշխե ծովին վրա, օդին մեջ, փույսերուն եւ անասուններուն, ջնջուլներու մեջ, բայց մարդու մեջ խնդիր մը կա հոնդե։ Աստծո կամքը չկատարվի։ Ուրեմն անոր գաղութե Աստծո պետք է նախ եւ առաջ իմանա, որ թե իր անձի մեջ եւ թե մարդկության մեջ խնդիր մը կա Աստծո հարաբերության, որովհետեւ հոնդե Աստծո թակավորության դակ չենք մենք կատարյալ, կգրվինք անոր համար որպես հավատացյալ, որ Աստծո արքայությունը հաստատվի եւ ի վերջո օրը պիտի հաստատվի, բայց նաեւ Աստծո կամքը պետք է կատարվի։ Ուր որ Աստծո կամքը կկատարվի, հոն է Աստծո արքայությունը։ Եվ որ ես կհնազանդիմ Քրիստոսին, Աստծո արքայությունը եկած է իմ անձիս մեջ։ Բայց կտեսնենք, որ նույնիսկ մեր փրկվածներու անձին մեջ դակավին այդ արքայությունը խնդրո առարկա է, գրվի խնդիր է։ Շարունակ մենք պետք է պայքարենք, որ Աստծո կամքը կատարվի, թե աշխարհի վրա եւ թե մեր անձերուն մեջ։ Ուրեմն եկես արքայություն քո եւ եղեցին կամքո որպես Սերգեյնս եւ Հերգրի, ուրեմն այս իրականության մեջ ինչը մեր պայքարն է, մեր թե փափակն է աղոթքն է եւ թե պայքարն է։ Սրբազան ինչու ենք խնդրում, որ Աստծո կամքը լինի, ինչու չպետք է մեր կամքը լինի։ Իրականության մենք չգսենք, որ ով դեր, ես չեմ ուզեր, ես ինձիպես մտածել եւ կործել եւ գամենալ։ Ես կուզեմ քու կամքդ իմ մեջս կործը։ Մարդկային էության մեջ հագասություն կա։ Պողոս Արաքյալը Հռոմեացված 7-րդ նամակում շատ հստակ գիծերով գսե, որ ես որ Փարինքի դեմ միտքովս կուզեմ փարին գադարել, բայց կերտամ չարը գնամ։ Ինչ որ ես կուզեմ չեմ ուներ անիգա, ինչ որ չեմ ուզեր անիգա գնամ ես։ Գիտեմ, որ Աստծո կամքը փարի է, ճիշտ է, կխոսիմ այդպես, բայց իմ մեջս փամը կա եւ ես կերտամ հագարակը գնամ։ Ուրեմն մարդը պետք է հասկանա իր սրտի այս բաժանմունքը եւ հասկանա, որ ինքը պետք ունի Աստծո կամքը կատարելու։ Իր անձին մեջ նույնիսկ պետք է կատարվի եւ այդ բաժանումը մարդկային հոգվու մեջ բարի եւ չարու պետք է վերացվի եւ մենք ինքնաբերաբար գամավոր կերպով Աստծո բարի կամքը կատարողներ լինենք։ Բոլոր հավատացյալները մինչեւ որ սուրբ դառնան ամենը շիզոֆրենիա կապրեն մի տեսակ։ Այսինքն իրենց մարդկային կամքը, իրենց եսի կամքը, իրենց սորված տարբեր վարժություններ եւ մոլություններ մեկ կողմեն, իսկ մյուս կողմեն հավատացյալ դառնալու փափակը, Աստծո կամքին հնազանդելու փափակը, հետեւաբար Տեր Հիսուս կսե, որ դուք պետք է Աստծո այդ օգնությունը ունենաք եւ Աստված այդ երկույությունը միացնե։ Ինչպես է դա կատարվում։ Աստված Սուրբ Հոգիով կկատարի այդ։ Այնպես որ Սուրբ Հոգին հոստե գոգնե իմ դգարությանս եւ այն ինչ որ Աստված կուզե իմ անձնական կամքից կվերածվի եւ այլևս դժվար չի լիներ ինձ համար Աստծո կամքը կատարել, որովհետեւ հիմա ես նաեւ ունիմ Աստծո կամքը իմ մեջս եւ որ անձնական փրկության վկայությունները մենք կգարտանք, զորնակ անձը ուզած է ծխախոտեն փրկվել, չէ, բայց զորօրինակ շատ զորավոր աղոտ կնե, հետո մյուս օրը երբեք փափակը չես կարանոր։ Ալկոհոլիկներու համար, թմրեցուցիչներու համար այսպես հրաշքները շատ են։ Այսինքն երբ որ մենք իրապես Աստծո կամքը կատարել կուզենք, պատրաստ ենք մեր եսին մեռնելու եւ Աստծո կամքը կատարվի, եւ որ Աստված կտեսնա անիկա այս մեր աղոթքին գուքա եւ գոկնե։ Սրբազան երբ ասում ենք տուր մեզ մեր